Բարև ձեզ։ Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ ՄԱԳ-ի գլխավոր վեհաժողովը քվեարկեց Պաղեստինի անկախության օգտին։ Ադրբեջանցիներու իսկական վերաբերմունքը հայերու նկատմամբ պարզ է։ Տիգրան Աբրահամյան։ Ինչու բրիտանացիները Արցախը նետեցին Բաքվի գազ։ Միհրան Հակոբյան։ Ստեփանագերդի մեջ միջադեպի պատճառով հայ դղամարդը ցերպակալվեցավ։ Թուրքիան չի ճանչնար Հայաստանի ինքնիշխան դեղանունները։ Ցանգաբադի թատրոնը Սամվել Ասլիկյան, Մգրտիչ Ազրոմանյան եւ Տիգրան Գյուլումյան Փաշինյանին թիմած արդարացան ինչու Արևմտյան Հայաստան գուլան։ Արևմտյան Հայաստանի հայկական դպրոցներուն մեջ աշակերտներուն թիվը գնվազի։ Սեպտեմբեր 12-ին ՄԱԳ-ի գլխավոր վեհաժողովը մեծամասնությամբ ընդունեց Նյու Յորքի հռչակագիրը, որու նպատակն է հիմք ստեղծել Պաղեստինի պետության ստեղծման համար։ Հռչակագիրը մշակված Ֆրանսիայի եւ Սաուդական Արաբիա նախաձեռնությամբ կգոչե աջակցել երկու պետություններու լուծման, ընդգծելով Համասի զինաթափման անհրաժեշտությունը։ Փաստաթուղթին մեջ կդատաբարդվին Համասի հարձակումները 2023-ի հոկտեմբերի 7-ին եւ կպահանջվի Գազայի մեջ պահվող բոլոր պատանդներու ազատ արձակում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն հայտարարեց. «Միասին մենք անշրջելի ճանապարհ կգծենք դեպի խաղաղություն»։ Կսպասվի, որ սեպտեմբեր 22-ին շարք երկիրներ, ինչպես նաև Ֆրանսան, պաշտոնապես ճանչնան Պաղեստինի պետությունը։ Ադրբեջանի հաղորդմամբ Ստեփանագերդի մեջ միջադեպը տեղի ունեցած է այնտեղ մնացած հայերեն մեգու մասնակցությամբ, որոնց հետևանքով վիրավորված են ադրբեջանցի ոստիկան եւ նշված արցախցին։ Բադի Վոնիմ Թաշենքի պատգամավոր Տիգրան Աբրահամյան նշած է, որ այս դեպքը եւ ցանցերուն մեջ հայերու նկատմամբ տարածվող զաղարանագարները եւ վիրավորական մեկնաբանությունները կվկայեն ադրբեջանցիներու իրական վերաբերմունքը տշնամակով եւ արհամարհանքով։ Անոր խոսքով այս բարական նաեւ կհուշե, թե ինչ ճակատագիր պիտի ունենային արցախցիները, եթե հետևեին Հայաստանի Հանրապետության իշխանություններու հորդորներուն եւ շարունակեին ապրիլ ադրբեջանական վերահսկողության ներքո։ Ասադեն ետք շրջանի միակ դիկտատորը Ալիևն է։ 1918-ին ստեղծված Ադրբեջանը թունավոր գոյացություն էր Ռուսիո եւ Իրանի դեմ։ Այսօր այդ սպառնալիքին պիտի հանդիպին նաեւ անոնք, նշեց պատմաբան եւ քաղաքական գիտություններու տեխնացու Միհրան Հակոբյան։ Հան հարց տվավ. ինչու բրիտանացիները առաջինը Արցախը խցկեցին Ադրբեջանի գազ։ Անոր խոսքով Անտանտի ներկայացուցիչը նույնիսկ Անտրանիգին զսկուշացուցած էր Փարիզի համաժողովի ընթացքին։ Շուտով նշանակվեցավ հայագեր Խոսրով Բեկ Սուլտանովը, որոնց վերջապես Նեմեսիս գործողությունը վերացուց։ Հակոբյան ընդգծեց. բրիտանացիները դեռ կանգնեցան օսմանցիներու ստեղծած պետության, իսկ բոլշևիկները զայն փորձեցին գործածել հեղափոխությունը արևելք տարածելու համար։ ԽՍՀՄ փլուզվեցավ եւ ստացան այն, ինչ որ ստացան։ Ռուսերը չգրծան Նախիջևանի մեջ հայ բահել, երբ բնակչության մոտ կեսը հայ էր։ Եթե բահեիք, այսօր այնտեղ դեղ պիտի ունենայիք։ Ինչու Արցախը մցուցին Ադրբեջանի գազմ եզրափակեց ան։ Այսօր բնակրաված Ստեփանագերդի մեջ ցերպակալված է հայազգի բնակիչը։ Ըստ ադրբեջանական ապագործակալության Ստեփանագերդի բնակիչ Կարեն Ալբերտի Ավանեսյան իբր իր դունեն մեկնած է թեպի անտարային տարածք, այնտեղ են վերցուցած նախապես տակտուցած քրաշինգով ինքնացիկը 4 լի պամպուշադուպերով եւ 5 նռնագով։ Ապա փորձած է մոդենալ քաղաքին մեջ իրականացվող միջոցառման վայրին, սակայն ոստիկաններուն կողմից ցերպակալված է։ Ադրբեջանի ներքին գործոց նախարարության հաղորդումով ցերպակալության ընթացքին Ավանեսյան իբրև թե զինված դիմադրություն ցույց տված է, նետելով 3 նռնակ եւ կրակ բանալով ինքնացիկեն։ Նշված է, որ հակագրակին հետևանքով ան վիրավորված եւ գալանավորված է, իսկ գործողության ընթացքին վիրավորված է նաեւ 1 ոստիկան։ Ըստ հաղորդակցության հարուցված է քրեական գործ եւ կշարունակվին հետախուզական գործողություններ։ Թերքական բարձրաստիճան պաշտոնյա Սերդար Կլաչ խոսելով Սյունիքի մասին խուսափեցավ օգտագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված պաշտոնական անվանումը։ Փոխարենը գիրառեց Զանգեզուրյան գիծ ձևակերպումը, որ փորձ մնե շրջանցելու հայկական օրենսդրական դաշտը եւ չզոկացնելու Հայաստանի ինքնիշխան դեղանունները։ Իրանակետ Վարդան Ոսկանյան կնշե, որ այս հրեդորապանությունը բազմաշերտ է։ Խուսափելով միջանցք բարեն Թուրքիա կփորձե մեղմել սպառնալիքի դպավորությունը, բայց փոխանցագային իմաստով կշարունակե նույն քաղաքականությունը։ Միաժամանակ շեշտադրված է ոչ թե Հայաստանի հետ տնտեսական գաբերու զարգացումը, այլ Թուրքիո գաբերու ամրապնդումը Միջին Ասիայի թուրքական հանրապետություններուն հետ։ Այս փաստը կբացահայտի համատուրքական ռազմավարական նպատակները։ Ընդհանուր առմամբ Անկարան կփորձե բարդացնել սեփական օրակարգը, անդեսելով Հայաստանի ինքնիշխան դեղանուններ եւ միջազգային միջնորդական փաստաթուղթերը։ ԱԺՊ անդամ Սամվել Ասլիկյանի թիմադեդրի քրարումը։
թատրոնը ցանկապատները քանդելու եւ մեկ Հայաստանը ստեղծելու մասին, բայց այսօր Հայաստանը հանձնողը հանդիսադեսներ, եկավ եւ տերասանները բադին կանգնեցուց, ինչ կսեք տղաք, մենք ցանկապատեր կտնենք, դուք կքանդեք, մենք Արցախ եւ Գիրանց կհանձնենք, դուք Արևմտյան Հայաստանեն կխոսիք, ոչ տերասանական գազմին մեջ արժանապատիվ հայ մը, որը սեր, այո կհիշենք Արցախը, կհիշենք Արարատը եւ Արևմտյան Հայաստանը, մարդ մը, որ արժանապատվությունը ավելի վեր տասեկորձեն, տրամեն եւ նույնիսկ իր անձնական ապահովութեն են։ Նյութը ամբողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական գայքին մեջ։ Ցանկապատ ներկայացումը դիտել է վերջ Փաշինյան տշկողություն հայտնեց, որ ներկայացման ուղերձը իր դեսանգյունեն ամբողջովին հստակ չէր։ Ան շեշտեց, որ Հայաստանը գրնա ըլլալ ուժեղ։ Ըստ անոր այսօր կարևոր է ցանկապատեր տնելը սահմանը պաշտպանելու համար եւ կանխելու անօրինական անցումները։ Տերասան Մգրդիչ Արզոմանյան փորձեց արդարացնել ներկայացման գաղափարը բացատրելով, որ իրադարձությունները կպատկերեին 1920-ական թվականները եւ եթե վերաբերվեին մեր օրերուն, ուղերձները դարբեր պիտի ըլլային։ Փաշինյան շարունակեց իր դիդարգումները ընդգծելով, որ Արևմտյան Հայաստան հիշելով պետք չէ մոռնալ, որ Փյուրականն ալ Հայաստան է։ Այս միտքը ըստ Արզոմանյանի ներկայացման ամենամեծ ուղերձն էր։ Նույնպես Տիգրան Գյուլումյան ավելցուց, որ մենք ունենք մեր հայրենիքը, բայց աչքերնից միշտ կենտրոնացած ենք այն Հայաստանին վրա, որ գոյություն չունի։ Վերջավորության Փաշինյան կողմ մնաց ներկայացված բացատրություններ են։ Ան հայտնեց, որ իր համար ամենակարևոր նախադասությունը այն էր, թե չկա առաջնորդ, որ տնե ցանկապատ եւ ստեղծե Հայաստան։ Ըստ անոր մեր ռազմավարությունը պետք է ըլլա ոչ թե կանթել ու նոր Հայաստանը ստեղծել, այլ ցանկապատներ տնել եւ այդպես պաշտպանելով հայրենիքը ստեղծել։ Ապա օրինակ բերավ Գիրանցը, ուր իր խոսքով սահմանային ցանկապատեր կտնեն եւ միաժամանակ կստեղծեն Հայաստան։ 2025-2026 ուսումնական դարվան ընթացքին Արևմտյան Հայաստանի հայկական դպրոցներուն մեջ պիտի սորվին 2686 աշակերտ։ Կոնստանտո Բորսո Մխիթարյան դպրոցին մեջ ուսումնական գործընթացը դադրած է շենքի բարելավման աշխատանքներուն պատճառով։ Դպրոցի 22 սաներ տեղափոխված են այլ հայկական դպրոցներ։ Վերջին տարիներուն հայկական դպրոցներու աշակերտներու թիվի նվազումը արդեն շարունակական բնույթ ստացած է։ Եթե 2022-ին Արևմտյան Հայաստանի հայկական դպրոցներ ընդունված էր 480 նոր աշակերտ, ապա 2025-ին ընդունված է 421 աշակերտ։ Նշենք, որ Արևմտյան Հայաստանի հայկական դպրոցներն ու վարժարանները կգործեն բացառապես Կոնստանտինոպոլիս քաղաքին մեջ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախադեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։